Ես մի փոքր մեկնաբանությամբ շարունակեմ, պարոն Շինեգյանի միտքը։ Անոր խնդիրն է, որ անկախ վարորդական վկայականի վրա արտացոլված կարգերի եւ ենթակարգերի քանակից պետությունը վարորդին տրամադրում է 13 միավոր ստանդարտ պայմաններում։ Այսինքն, սա չի կարող դիտվել առանձին։ Բոլոր կարգերն ու ենթակարգերը պետք է դիտարկվի 13 միավորի, իսկ նոր կարգավորումների պարագայում 6 միավորի պարագայում։ Հետևաբար միանշանակ պարոն Շինեգյանի հետ համաձայն է, որ վարորդի ընտրությամբ դա պետք է լինի, եթե ինքը ցանկանում է այսպես կոչված նոր կարգավորումներով գնալ, ուրեմն բոլոր ենթակատեգորիաներով կամ կատեգորիաներով պետք է գնալ փորձաշրջան։ Կամ հակառակը, եթե ինքը ուզում է 13 բալի այն ստանդարտ ընթացակարգը պահպանի, ուրեմն պետք է գնալ եւ որակավորման քննությունները հանձնել եւ չեմ հիշում պարոն Շինեգյանը նշեց, արդյոք ում ժամկետը լրացել էր մինչեւ հուլիսի 6-ը զրկման անցումային դրույթների կոնտ։ Եթե նշել եք, ես չանդրադառնամ։ Որտեղ այդ 1 տարվա գաղափարը մի քիչ հանրության կարող է թյուրընկալում առաջացնել։ Տեսեք, եթե զրկման ժամկետը վաղուց լրացել է կամ լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, այս մարդիկ կարող են դիմել հուլիսի 6-ից, այսինքն այսօրվանից սկսած 1 տարվա ընթացքում, այո։ Եթե կան մարդիկ, որոնց զրկման, վարելու իրավունքի զրկման ժամկետը դեռևս չի լրացել, անպայման պետք է սպասել մինչև այդ ժամկետը լրանա։ Լրանալուց հետո այլի կրկին մնացած պայմանները նույնն 1 տարվա ընթացքում դիմել պետական տուն եւ այլն դրա մասին արդեն խոսել են։ Որովհետեւ կարող է տպավորություն ստեղծել, որ բոլորը իբր հուլիսի 6-ից կարող են դիմել, բայց այդպես չէ։ Պետք է անպայման զրկման հիմքը վերացած լինի, այդ կերպ ասած զրկման ժամկետը պետք է լինի ավարտված։ Օրինակ, ասեք, ոնց լինի, համեցեք։ Ինչ ժամկետով եք զրկվել։ Ես զրկվել եք օրինակ 2026 թվականի հունիսի 15-ին, օրինակ։ 1 տարի ժամկետ։ Սպասում ենք մինչև 2027 թվականի հունիսի 15-ը, ժամկետի ավարտից հետո տուժը պետք է տրվի, բայց վարչական տուժի միջոցով պետք է տրվի, այսինքն զրկման ժամկետը պիտի լրանա ցանկացած պարագայում։ 2027 թվականի հունիսի 15-ից հետո 1 տարվա ընթացքում դիմում եք, վճարում եք պետական տուր եւ վերականգնում եք ձեր վարելու իրավունքը։ Իսկ այն դեպքում, երբ որ վաղուց եք զրկվել, ասենք 20 թվականից հետո եք զրկվել, մինչև այս հուլիսի 5-ը լրացել է ժամկետը, այսօրվանից սկսած 1 տարվա ընթացքում դիմում եք, վերականգնում եք վարելու։ Օրինակ 21 թվականի հունվարի 1-ին ենթադրենք պայմանական զրկվել եք, 1 տարով 22 հունվարի 1-ին կամ ցանկացած այլ ժամկետում, որը հուլիսի 6-ից 26 թվականի հուլիսի 6-ին նախորդում է։ Այսինքն այդ ձեր ասած ճակերտավոր պատիժը, իսկ մեր ասած տույժը ավարտվել է ժամկետը, կիրառման հետևաբար կարող են դիմել։ Մոտ 18,000 անձի մասին է խոսքը, սա ընդհանուր այն թիվն է, այո, որոնք պոտենցիալ շահառու կարող են հանդիսանալ այս իրավական կարգավորումը։ Իսկ ինչ վերաբերում է զրկված Ներողություն պարոն Շինեգյան, մեկ ճշգրտում, ոչ թե 20-ից մինչև այսօր զրկվածն էր, որտեղ դա այլ թիվ է։ Հնարավոր է մարդիկ ընթացքում վերականգնել։ Պարոն Շինեգյանը հրապարակում է այս պահի դրությամբ, հունիսի 30-ը ներառյալ, որտեղ այն մյուս թիվը օբյեկտիվ պատկեր չի տանում։ Իսկ այն անձինք, ովքեր դեռ մնացել են զրկված, որովհետև կան անձինք, ովքեր 20-ից հետո զրկվել են, բայց վերականգնել են իրենց վարքը, ինչ որ եղանակով։